Պողոս Առաքյալը հետաքրքիր մի խոսք ունի։ Հետևյալն է ասում. մտքով երեխա մի եղեք, այլ մեղք գործելու մեջ երեխա եղեք։ Այս խոսքերի մեջ խոր աստվածաբանություն է թաքնված։ Տեսեք, Ադամը դրախտում մտքով երեխա էր։ Մեղք գործելու մեջ էլ էր երեխա, դեռևս չէր ճաշակել մեղքը, բայց մտքով երեխա լինելով գործեց մեղքը եւ մեղքի մեջ երեխա այլևս չեղավ։ Այսինքն սկզբում Եվան, հետո Ադամը։ Այսինքն Եվային ինչ էր պակասում, որ մտքով երեխա չլիներ, այլ մնար մեղք գործելու մեջ երեխա։ Ճիշտ նույն իրավիճակն է մեր կյանքում, մանկությունից սկսած։ Մենք պետք է մանկությունից սկսած մտքով երեխա չլինենք, որտեղ երբ որ Աստված ջրհեղեղը պետք է աներ, Նոյի օրոք ջրհեղեղը վերջացավ եւ Աստված ասաց. մարդու միտքը մանկությունից մեղքի ծառայության մեջ է։ Այսինքն եթե մեր միտքը մանկությունից է մեղքի ծառայության մեջ, ուրեմն մենք միտքը մանկությունից պետք է ապահովագրենք, ազատագրենք մեղքի ծառայությունից։ Շատ կարևոր է։ Մենք եւ մեր երեխաները պետք է մանկությունից սովորեն ճշմարտությունը, հետևեն Աստծո պատվիրաններին, մտքով երեխա չլինեն, որպեսզի կարողանան կյանքով մեղքի մեջ երեխա լինել, չճաշակել։ Հիմա ինչպես է դա տեղի ունենում։ Մենք պետք է մանկությունից եւ մենք եւ մեր երեխաները սովորեցնենք Աստված պաշտության։ Ինչպես։ Բոլոր հնարավոր միջոցներով։ Սուրբ Հովանես Երզնկացի պլյուս վարդապետն ասում է, որ երեխան սկսում է խոսել, պետք է իրեն հարմիրը սովորեցնես։ Ինչպես։ Դու սովորեցնես, դու գտի հնարները։ Չես կարող բարձի թողել։ Երեխան խմոր է, պետք է հունցես։ Եթե դու չհունցեցիր, ինքը տեսել եք, որ չհունցած խլունն ինչ անում, տարածվում է, լոչվում է, անճորնի մասսա է դառնում։ Դե հունցես այդ խմորը, հունցես։ Պետք է տեխնիկային տիրապետես երեխաների դաստիարակության։ Դու չես կարող բարձի թողել իրեն, չես էլ կարող շատ պարտադրել, հա, իմաստություն է այստեղ, հենց դաստիարակությունը դրա մեջ է գալիս, դաստիարակությունը ամենաթողություն չի եւ ոչ էլ սադիզմը, չէ, երկուսն էլ սխալ են։ Ժողովուրդը մի հետաքրքիր խոսք ունի ասում է. եղել եւ դաղել։ Եղել եւ դաղել։ Երբեմն եղում ես, հետո որ եղեցիր, լավ դաղվում է, տեսել եք, հա։ Ճիշտ այդպես էլ մենք պետք է մեր հանդեպ իմաստուն լինենք, ընդհանրապես քրիստոնյան իր հանդեպ շատ խիստ պետք է լինի։ Իմաստուն խստություն է պետք քրիստոնյան իր հանդեպ իմաստուն խիստ պետք է լինի, որտեղ խստությունը օգտակար է, իմաստուն խստությունը, թե մեր եւ թե երեխայի հանդեպ։ Եթե այդ խստությունը իմաստուն չէ, դաժանությունը, ասում են բարություն առանց խստության հիմարություն է, իսկ խստություն առանց բարության սադիզմ է։ Մենք իմաստուն բարի պետք է լինենք, թե այդ խստությունը, գիտես, երբ որ դու քո հանդեպ խիստ ես, կարգու կանոնով ես, առաջնահերթ սա է դաստիարակում երեխային, եթե դու Աստված պաշտության մեջ, աղոթասիրության մեջ, եկեղեցասիրության մեջ հստակ ես, երեխան քեզանից պետք է սովորի։ Մնացածը տեխնիկական հարցեր։ Ինչպես երեխային եկեղեցի բերել, դա երկար տարիների ընթացք է, մանկությունից պետք է բերել։ Եթե մանկության ժամանակ դու բաց ես թողել, հետո դժվարությամբ, բայց էլ քո բաց թողածը պետք է լրացնես։ Հատկապես երբ որ
արբունքի տարիքերն է հասնում հասունացման շրջանը, այդ ժամանակ ավելի ամենադժվար պահն է։ Այդտեղ ավելի լրջորեն, նրբորեն պետք է վարվել էլի։ Չես կարող բաց թողել, չես կարող շատ ստիպել։ Այն միջին ոսկին պետք է գտնես եւ դրանով առաջնորդես քո ինքդ քո հանդեպ, ասում եմ, երեխայի դաստիարակությունը սկսում է ինքնադաստիարակությունից։ Եթե դու ինքդ քեզ դաստիարակում ես կարգ ու կանոնից, այն ժամանակ երեխային կարողանում ես առաջնորդել դեպի երկնքի արքայություն։ Եվ մեր ամենակարևոր նպատակը հստակ ուղենիշը որը պետք է լինի, որ մեր երեխաները մտքով երեխա չլինեն, այլ մեղքը գործելու մեջ երեխա լինեն։ Ամեն